Քաղաքապետարանի գործընկերների հետ ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ։ Այսինքն մեր բոլոր կառուցված ճանապարհները այսուհետև լինեն դրանք Երևանի բյուջեի պատվերով, թե պետական բյուջեով, անկախ պատվիրատուից, նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկենք։ Այս ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է մեզ համար խնդիր մնալ բիտումի որակը, էկոնոմիկայի նախարարության եւ ՊԵԿ-ի գործընկերների հետ շարունակում ենք սահմանում խիստ վերահսկողություն սահմանել բիտումի հետ կապված եւ պիտի ասեմ, որ միջինը 10 մեքենայից վերջին ընթացքում 1 կամ 2-ն է հատել Հայաստանի սահմանը, մնացած 8-ը հետ են վերադարձվել։ Այսպիսի տասնյակ, արդեն մի քանի տասնյակ այսպիսի դեպքեր ունենք արձանագրված, որտեղ լաբորատոր փորձարկումների տրամաբանության մեջ ենք փոփոխություն իրականացրել եւ հիմա շատ ավելի խիստ ենք այս մասը կազմակերպում։ Սա իհարկե ամբողջությամբ դրական կարանք ներկայացնենք, բայց մի խնդրահարույց բան կա, որը մեծ հաշվով այդքան էլ խնդրահարույց չի, էականորեն կբարձրանան, կկրճատվեն մրցույթային գործընթացի արդյունքում ունեցած խնայողությունները։ Հիմա եթե նախորդ տարիներին օրինակ միջինը 40% մրցույթի մասնակիցները ճանապարհի համար ավելի պակաս գին էին առաջարկում, քան նախագծանախաշվային փաստաթղթերի արժեքներ, հիմա արդեն ունենք 20% եւ նախորդ տարվա մրցույթների թոփ հաղթողները այս տարի արդեն այլևս թոփ հաղթողներ չեն։ Կազմակերպություններ կային, որոնք նախորդ տարի իրականացել են Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքի 30, 40, նույնիսկ 50%-ը, այս տարի իրանք հիմա տատանվում է ընդհանուր կայացած մրցույթների 10-ից 12%-ի շրջանակում են դա կապված։ Պարոն վարչապետ, անորակ աշխատանքի չընդունման հետ կապված է հիմնականում դա։ Այսինքն մենք դա արձանագրենք էլի, որ անորակ աշխատանքը մենք չենք ընդունում։ Պարոն վարչապետ, որտեվ մեկ-մեկ շահարկվում է, որ ասֆալտը կա տեղում, նույնիսկ կարող է գծանշումարված լինի, բայց մենք անորակ աշխատանքի համար փողը չենք տալիս։ Հիմնականում իհարկե կարան լինեն առանձին դեպքեր, որ որակի հետ կապված խնդիրներն ավելի ուշ ենք հայտնաբերում, բայց ընդհանուր առմամբ սկզբունքը դա է։ Մենք նախորդ տարի մոտավորապես 30 կիլոմետր շինարարների միջոցների հաշվին դրանից առաջ կառուցված աշխատանքների քանդման աշխատանքներ եւ նոր կառուցման աշխատանքներ ենք իրականացրել 2025-ին ցավոք սրտի կամ բարեբախտաբար այդ թիվը ավելի մեծ է լինելու։ Առաջիկայում ես հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որով մենք անցել ենք եւ այդ ճանապարհը նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ ինքը լավ ճանապարհ է, բայց մենք այդ ճանապարհի որակից դժգոհ ենք եւ ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու։ Պարոն Վարդանյանի հետ քաղաքաշինության կոմիտեի անձամբ ենք այցելել եւ համալսարանի լաբորատորիան եւ ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան աշխատել են այդտեղ մեր ներկայությամբ։ Պատկերը ոչ ինձ, ոչ քաղաքաշինության կոմիտեի նախագահին չի գոհացրել եւ մենք այդ ճանապարհը քանդելու ենք։ Դա ենթադրում է, որ շինարարը այդ աշխատանքի հետ կապված ընդհանուր ունենալու է մոտավորապես 500 միլիոն դրամի կորուստ, բայց կարծում դա այն արժեքն է, որ իրանք պետք է վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար։ Մենք ճանապարհը այսօր կարա լավ լինի, բայց մենք պետքա ճանապարհը լավ լինի իր շահագործման ողջ ժամկետում։ Ոչ թե մի ամիս լավն լինի, մի ամսից հետո սկսի մեր աչքի առաջ քայքայվել ու մենք չիմանանք ինչ անենք։ Պարոն վարչապետ, որոշակի աղմուկ կբարձրանա, այդ թվում նաև լրատվամիջոցներով, կարծում եմ, որտեղ լրատվամիջոցները հիմա արդեն մենք հետևյալ տենդենսն ենք նկատում, որ քարոզարշավին ընդառաջ իրանք չընդունված ճանապարհները գնում լուսանկարում են եւ տպավորություն են ստեղծում, թե ճանապարհները մենք ընդունել ենք։ Բազմաթիվ կան այդպիսի դեպքեր, որոնք այո ճանապարհը կառուցվել նախորդ տարիներին, այո խնդրահարույց ա եղել, բայց մենք այդ ճանապարհները չենք ընդունել, այդ ճանապարհների համար չենք վճարել, բայց հիմա այդ ճանապարհները նկարվում եւ ներկայացնում են որպես կառուցված եւ քանդման process-ում գտնվող աշխատանքներ։ Պետք է խնդրեմ, որ մեր հանրությունը սրան էլ պատրաստ լինի, մենք անընդհատ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում ճանապարհները եւ վատ արած աշխատանքը առաջին հերթին նկատում են ճանապարհային դեպարտամենտի գործընկերները, մարզպետները, համայնքները, նախարարությունը, մենք առավել քան շահագրգիռ ենք այս մասով եւ այն հատվածներում, որտեղ եւ նախորդ տարիներին ենք պատճառել անհարմարություն շինարարության հետ կապված եւ այս տարի քանդել կտանք, պիտի խնդրեմ, որ այդ հատվածներում մեզ բնակիչները ըմբռնումով մոտենան, մինչեւ ամբողջությամբ կարողանանք դաշտը բերել որակի մի ստանդարտի։ Պարոն Խուդացյան, ես էլի այդ խոսակցության ժամանակ պատմել եմ, այդ խոսակցության մասին պատմել եմ կառավարության նիստում, կարծեմ ձեր պաշտոնավարման մի տարին, երբ որ լրացել էր, մենք աշխատանքային հանդիպում էինք ունենում, դուք հարց տվիք, ասիք
մի տարվա արդյունք, այսինքն ասում եք, խոսում էինք ընդհանուր եւ հարց տվեցիք, թե ինչն է, որ առավել մեծ ուշադրություն եմ ես ակնկալում, ես ասել եմ, որակի հարցում կոմպրոմիս չի կարա լինի, վերջ։ 1 կիլոմետրա, 2 կիլոմետրա 10-ա թե 20-ա, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետքա քանդվի, նորից սարքվի։ Այդտեղ չկա երկրորդ կարծիք։ Ընդ որում սա չի վերաբերվում միայն ճանապարհներին։ Մենք այսօր ցավոք մենք խոշոր բաներ ենք ունեցել։ Հիմա նույն չենք բարձրաձայնում, բայց նույն Գյումրիում Արտուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որ ձգձգվում է, ի՞նչն է եղել պատճառը։ Այնտեղ ամբողջական շինարարական կտորներ, ուղղակի մենք քանդել ենք տվել, ասել ենք նորից պետքա սարքեք։ Իհարկե շինարարը փոխվել է, չէ՞, այնտեղի։ Եվ այսպիսի դեպքեր բազմաթիվ են, որ թվում է թե կառուցված է շենքը, բայց մասնագետները գնում են արձանագրում են որակի խնդրեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել, տենց ինչ որ մակիաժով հարցը լուծել։ Քանդել նորից սարքել, այն ստանդարտով, ին ստանդարտը մեր պայմանագրի մեջ գրած է։ Եվ պետքա գնանք այդ ճանապարհով, որ շուկան փոխվի։ Հակառակ դեպքում ամեն անգամ ասենք լավ դե լավ այսքան գործ արված է դե հիմա մենք էլ մեզ էլ էսա ասելու են բա խոստացակ ինչ եղավ, բա խոստացակ ինչ եղավ։ Ոչ, ոչինչ։ Մենք խոստացել ենք միաժամանակ նաև պատշաճ որակով աշխատանք։ Եվ այդ գործելակերպը միանշանակ պետքա շարունակենք, որովհետև արդեն այս նորություն չի, այս մեր պահանջը եւ ել եմ ասում տնտեսության արդիականացման ծրագրով, բազմաթիվ ծրագրով մենք ընկերություններին աջակցում ենք, որ իրանք ունենան ժամանակակից տեխնիկա, ժամանակակից հնարավորություններ եւ այլն, որ իրանք աշխատանքը պատշաճ մակարդակով անեն։ Խնդրեմ, պարոն Պարոն վարչապետ, միանշանակ կարծում եմ շատ կարևոր հարցի անդրադարձ եղավ եւ օրինակ մեր փորձը վերջին 2 տարիների ընթացքում ցույց է տալիս, որ բոլոր այն նախագծերը խոշոր, որտեղ որ մենք ժամկետները մեխանիկորեն, էականորեն կրճատել ենք, այսինքն կառուցման ժամկետները, մենք այդտեղ ստանում ենք որակյալ կապալառուներ հիմնականում։ Այսինքն, որքան էլ որ տարօրինակ չի, մենք պայմանը դնում ենք ավելի սեղմ ժամկետում կառուցել, մանկապարտեզը հիմնանորոգել, չգիտեմ, նույն Ալբերտ Ազարյանի մեր սպորտային կենտրոնը, որքան ժամկետը սեղմ է դրվում, այդքան, այսպես ասած, ոչ պարտաճանաչ կապալառուները չեն մոտենում հարցին, եւ ընդհանուր առմամբ այս տենդենսը կարծում եմ նաեւ պետք է անդրադառնա, երբ պարոն Վարդանյանի հետ քննարկենք քաղաքաշինական նորմերի որոշակի փոփոխություններ դիտարկենք, որովհետև նույն Ալբերտ Ազարյանի դպրոցը ենթադրվում էր, որ պետք է կառուցվեր 6 տարում։ Մեր նորմատիվով 6 տարի էր ենթադրվում, որ Ալբերտ Ազարյանի դպրոցը պետք է կառուցվի։ Կառուցվում է 1.5 տարում, հələ մի փոքր ավելի քիչ, եւ արդեն հեսա ավարտին ենք մոտենում, Նորտիկին Անդրեասյանի հետ քննարկում ենք կահավորման հարցերը։ Միասին ենք արել անցյալ տարի, հիմնարկեք, արդեն մոտ ենք ավարտին։ Բայց մի բան էլ կուզեի հավելել, պարոն վարչապետ, Երևան քաղաքում ճանապարհային ենթակառուցվածքը 1200 կիլոմետր ճանապարհները իրենք նաև պարոն Խուդացյանը վստահ եմ կհաստատի, տարբերվում են մարզերում ենթակառուցվածքից շատ ավելի խիտ ստորգետնյա ենթակառուցվածքով եւ մենք ունենք այնտեղ կոյուղատար համակարգեր, հեղեղատարներ, էլեկտրական ցանցեր, գազատարներ եւ այդպես շարունակ եւ շատերը եւ մասնավորապես կոյուղատար համակարգերը ունեն տասնյակ տարիների պատմություն եւ իրապես մաշված են։ Մենք 2022 թվականից որոշակի ֆինանսական հատկացումներ ենք արել կոյուղատար համակարգի արդիականացման համար, արդեն երկրորդ տարին է, որ կառավարությունն է ֆինանսավորում այս ծրագրերը եւ ես ուզեցի նաեւ սա շեշտել եւ հեղեղատարները հաստատվեցին եւ կոյուղատար համակարգերի այս տարվա ծրագիրը հաստատվեց, պարոն վարչապետ։ Պարոն Ավինյան, ես այդ թեմայի մասին իհարկե աշխատանքային ռեժիմով մի քանի քննարկումներ ունեցել եմ, բայց ամբողջ աշխարհում այդ միտումը, այսինքն այս խնդիրների շատ քաղաքներ բախվում են եւ այսպես ասած ստորգետնյա քաղաքի ռազմավարությունները հիմա ավելի ու ավելի շատ տեղերում են տարածված, որպեսզի ստորգետնյա ենթակառուցվածքներ կառուցվեն այնպիսի, որ խողովակներ եւ այլն, այդ ամեն ինչի սպասարկման համար
ճանապարհային շերտի հետ կապված առնչություններ կամ չլինեն կամ ընդհանրապես նվազագույնի հասցվեն։ Իհարկե պարզ է, որ դա ահռելի ներդրում է, բայց եթե մենք հասկանանք, որ դա փոքր կտորներով պետքա գնանք մետրոյի կառուցումով, այլ ենթակառուցվածքների կառուցումով, ընդհանուր հիմա միտում կա, որ էլեկտրական ենթակայանները ստորգետնյա են տանում, որովհետև նաև ջերմային ռեժիմները ավելի հեշտ է ապահովել այդտեղ, սպասարկումը ավելի հեշտ է ապահովել եւ այդպես շարունակ։ Եվ կարծում եմ, որ Երևանի համար էլ եւ մեր մյուս քաղաքների համար էլ այսպիսի ռազմավարություններ պետք է մենք ворթեգրենք։ Հիմա երեք գնացել ենք օրինակ Կոտայքի մարզում եւ բոլոր մարզերում է հրաշալի ճանապարհներ են կառուցված, գծանշած եւ այլն, մեկ էլ տեսնում ենք, միտեղ հենց կտրած է, միտեղ սենց է կտրած, միտեղ նենց է կտրած, ու ասենք դա ցավալի տեսարան է, ոնց որ ասում են ոնց որ մսիցդ պոկած լինի, այդ տենց զգացողություն ա լինում, որ այդքան ջանքը գործադրվել է տասնամյակներով գոյություն չունեցող ճանապարհը բերվել է այդ տեսքի, բայց մեկ էլ տեսնում ես մի 20 սանտիմետր սենց ճանապարհը այս ծերից այն ծերը կտրել են ու այդ նշանակում է, որ տեղից ջուրը մտնելու է ու քայքայումը տեղից սկսելու է։ Բայց այս է մեր իրականությունը, պետք է առնչվենք, առերեսվենք եւ լուծումներ գտնելով գնանք առաջ։ Համեցեք, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուզում եմ որակի հարցին անդրադառնալ, որովհետև դուք նաև պարոն Խուդայցյանը նշեց դրա մասին։ Ես ուզում եմ նշել, որ բիտումը միայն կապրանք չէ, մենք արդեն բավականին լավ պետական եւ մասնավոր լաբորատոր հզորություններ ենք ձեռք բերել, ունենք երկրում եւ դա մեզ հնարավորություն է տալիս մի շարք ապրանքների գծով որակի վերահսկողությունը խստացնել, լավարկել եւ բիտումը դրա օրինակներից մեկն է։ Այստեղ նաեւ մեթոդաբանություն ենք փոխել, նախկինում այդ հնարավորությունները չկար, հիմա արդեն կա, մենք սահմանին ըստ էության կանգնեցնում ենք մեքենան, մինչեւ չկա դրական եզրակացություն, այդ մեքենան չի կարողանում գա Հայաստանի Հանրապետություն եւ ես կարծում եմ, որ շատ հարցեր, որոնք որ ոլորտում կային, սրա արդյունքում կլուծվեն եւ իհարկե հնարավոր է մի փոքր նաեւ հնարավոր է չեմ բացառում գների աճ այդ մասով, բայց այդ հայտնի խոսք կա, ասում է, ես այդքան հարուստ չեմ, որ ինձ թույլ տամ էժան ապրանք գնել, սա այդ դեպքն է։ Մենք իրականում կարող է այստեղ մի քանի դրամ կորցնենք, բայց մեծ հաշվով պետությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամներ շահելու է արդյունքում եւ ելի ապրանքներ կան, որոնց փորձաքննությունների հատվածը խստացնելու ենք եւ սրա հետևանքը լինելու է առաջին հերթին սպառողների բարձր որակի ապրանքներ եւ առողջության համար անվտանգ ապրանքներ ձեռք բերելու իրավունքի ապահովումը, որը շատ կարեւոր է եւ իհարկե նաեւ արտահանվող ապրանքների մասով ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք ՊԵԿ-ի ՍԱՏՄ-ի հետ նաեւ աշխատում ենք եւ շուտով պետք է կարողանանք նաեւ այնպես անել, որ մեր արդեն ունենք իհարկե ոչ մեծ, բայց լաբորատոր հզորություններ կոնյակի, բրենդի, սպիրտի ստուգման եւ դա եւս պետք է անենք, որովհետեւ դա իրականում մեր խաղողագործների եւ մեր կոնյակագործների համար շատ լավ գործիք է, որովհետեւ դա հնարավորություն է տալիս մի կողմից այն ընկերությունները, որոնք իրապես բարձրորակ սպիրտ են արտադրում, կոնյակ են արտադրում, դա ուրեմն երևում է հստակ փաստաթղթավորված եւ մյուս կողմից կան ընկերություններ, ես ուղիղ պետք է հայտարարեմ, որ չեն մթերում խաղող եւ դա մեզ համար շատ տարօրինակ է եւ դրանով մենք հնարավորություն ունենք ունենալու իրապես տարբերակել լավ եւ բարձրորակ ապրանքները ոչ այնքանից եւ այն խնդիրները, որոնք երկրից դուրս են առաջանում, արդեն մենք երկրի ներսում լուծենք փաստաթղթավորված եւ նաեւ ունենանք փաստաթուղթ, որպեսզի իրենք նաեւ պաշտպանված լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ, պարոն Պապյան, շատ կարևոր է ձեր դիտարկում, որովհետեւ տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ բիտումի որակի նկատմամբ հսկողություն ուժեղացնում ենք, առաջին հարցը, որ կարծաքի հետեւյալն է, բա ինչի միջև հիմա չեք ուժեղացնում, այդ թվում են պատճառը, որ դրա կարողությունները չունենք։ Այսինքն, այն, որ մենք վերջին տարիներին լաբորատորիաներ ենք ձեռք բերել անհնարատարբեր ոլորտներում որակի ստուգման համար, դա մեզ համար հնարավորություն է բացում։ Հա, նախկինում նեղվենք, գոռանք, ճվանք եւ այլն, բայց լաբորատորիա չկա, որ այդ կամ սովորաբար տանում են։ Ես հիշում եմ ժամանակին բանը ասֆալտի կտորներ ուղարկում ենք, չգիտեմ որտե այլ երկրներ, որ եզրակացություն ստանանք, էլի։ Հիմա բայց ժամանակի ընթացքում կամաց այդ լաբորատոր
կարողությունները ձեռք ենք բերել եւ ինչքան այդ բնականաբար մեր հնարավորությունները ավելի մեծացնում են։ Ժամկետների հետ կապված, պարոն Ավինյան, ձեր ասածի հետ կապված մի հետաքրքիր միտում, որը երեք տեսանք մենք մեր մարզային այցի ընթացքում։ Հիմա բարեբախտաբար հիմա մենք ավելի ու ավելի հաճախ տեսնում ենք, որ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կապալառուն ժամկետից շուտ է իրականացնում։ Հիմա ասենք երեկվա քանի դպրոցում, օրինակ մենք դպրոցը արդեն դասարանում խոհանոցային սարքավորումները տեղում չեն մի պատճառով, որովհետև դե մենք պլանավորել ենք, որ շինարարության ավարտին դրանք գան, բայց շինարարությունը ենթադրենք 3 ամիս շուտ է ավարտվի, ինչը շատ լավ է։ Եվ այդ միտումը ընդ որում ինչա փորձը ցույց տալիս, իսկապես այդտեղ որոշակի կորելացիա կա